Հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ։ Առիթ ունեցել եմ ասելու, որ հայաստանյան ապրանքների արտահանման նկատմամբ Ռուսաստանի Դաշնության կողմից կիրառվող սահմանափակումները հակասում են Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին։ Դա ըստ էության ճգնաժամ է ԵԱՏՄ-ի համար, որի շուրջ քննարկումները մենք արդեն սկսել ենք կազմակերպության ներսում։ Ուշադրության արժանի է ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարների սույն թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարությունը, որտեղ նրանք ասում են, մեջբերում եմ. կիսում ենք Հայաստանի Հանրապետությունում հնարավոր կարճ ժամկետներում Եվրոպական միությանը անդամագրվելու կամ Եվրոպական տնտեսական միության կազմում մնալու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե անելու անհրաժեշտության մասին դիրքորոշումը։ Սա մենք ընկալում ենք որպես բարեկամական ժեստ, որը բարձր ենք գնահատում, եւ վստահ եմ Հայաստանում նման հանրաքվե անպայման տեղի կունենա։ Խնդիրը ժամկետներն են, բայց ժամկետը ոչ միայն կազմակերպչական կարևորություն ունի, այլև բովանդակային։ Ինչպես ասացի, 2025 թվականի մարտին ազգային ժողովը ընդունեց Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Վերնագրից եւ նաեւ կարճ բովանդակությունից օրենքի ակնհայտ է, որ այն ԵՄ-ին անդամագրվելու գործընթացի մեկնարկի մասին է, իսկ հարցի վերաբերյալ հանրաքվեն տվյալ process-ի ոչ թե մեկնարկի հատկանիշ է, այլ կարևոր հանգրվան, ասել է թե հանրաքվեն իմաստ ունի, երբ մեկնարկած գործընթացը հասել է ինչ որ հանգրվանային կետի եւ հնարավոր է անդրադարձ կատարել այդ հեռանկարների իր տեսականությանը, ճանապարհային քարտեզ ունենալ, թե ինչպես ենք առաջ գնալու, որքանով են իրատեսական տվյալ ժամկետներում այն բարեփոխումների անցկացումը, որ անհրաժեշտ են Եվրոպական միությանը անդամագրվելու համար։ Այս հարցերին որևէ պատասխան ունենալը կարևոր է ոչ միայն ընթացակարգային առումով, այլև հանրաքվեի ընթացքում ժողովրդի կողմից ուղղվող հարցերի գոնե մոտավոր պատասխան ունենալու համար։ Իսկ այս հարցերի պատասխանների շուրջ աշխատելու համար Հայաստանը նախ պետք է անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնի Եվրոպական միությանը։ Սա նույնպես ծավալուն աշխատանք պահանջող գործընթաց է եւ առաջիկայում մենք թերևս կսկսենք այս գործընթացը առավել եւս ԵԱՏՄ մեր գործընկերների հորդորներին ականջալուր լինելով։ Կա նաեւ տնտեսական կոմպոնենտը։ Հայաստանի Եվրոպական միության շուկային հասանելիություն ստանալու առաջին քայլերն են արվում եւ սրա հնարավոր էֆեկտները տեսնելու եւ հասկանալու ժամանակ էլ պետք է ունենա մեր ժողովուրդը։ Իմ ընկալումը այն է, որ մենք հանրաքվե կանցկացնենք անդամագրվելու հարցով պաշտոնապես Եվրոպական միությանը դիմելուց, համապատասխան արձագանք ստանալուց եւ գործընթացի վերաբերյալ ճանապարհային քարտեզ ունենալուց հետո։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։